ինչ ենք անում մենք այսօր։ Ինչ են անում։ Չէ, այս անգամ քեֆ չեն անում։ Մենք օրինակ արգելում ենք Հայաստան Դաշինք Սաքուլիկի հետ անվանումը օրինակ օգտագործել։ Կամ օրինակ Գոհարենց Չամիչով Բուլկի, ասում են Գոհարենցը չպիտի լինի։ Իշխանականները ԱԺ արտահերտ նիստով փոփոխում են ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածը։ Տեխնիկական վրիպակ է։ Ասում են 2 տարի առաջ ընտրական օրենսգրքում մի տեխնիկական վրիպակ են թողել։ Կոնկրետ նախադասություն պետք է հանեին, մի ամբողջ պարբերություն են հանել։ Այդ ժամանակ բաց թողնված պարբերությունն այն մասին է, որ կուսակցությունների դաշինքների անուններում անձնանուններ, պետական մարմինների անուններ կամ վիրավորական արտահայտություններ չպետք է լինեն։ Բա ինչի այդքան մարդ պարգևաճար տանում լավ աշխատանքի համար, եթե տենք վրիպակ է թույլ տալիս։ Վրիպակի անվան տակ ընտրություններից 2 ամիս առաջ ՔՊԱ-ականները խաղի կանոն են փոխում, հայտարարում է ընդդիմադիր падգամավորը, ավելացնում Փաշինյանի թիմը դա անում է անտեսելով անգամ Վենետիկի հանձնաժողովի սահմանումը։ Ընտրություններից մոտ 1 տարի առաջ խուսափել հիմնարար փոփոխություններից։ Այս մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազք ուղում, մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ կանոնակարգը փոխում են, կանգնեք ու օրինակ ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազդունեցորները վազել։ Օրեր առաջ Ուժեղ Հայաստան կուսակցությունն է 2 քաղաքական ուժերի հետ դաշինք կազմել ու հայտարարել ներկայանալու են Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անունով։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Լուրջը առանձնապես հատուկ չէ այս քննարկմանը։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել Ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Ուժեղ Քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց Ձեթոտ Պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տես մի բան լինի։ Ու որքան կարելի է ամեն բան ստամոքսով պատկերացնել, ապշում են ընդդիմադիրները։ Նիկոլ Փաշինյանից եք վարակվել, ինչ խոսում եք վերջում գալիս, հաստում եք ուտելու։ Պերաշկին այնուամենայնիվ ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան թե դուք։ ԿՊ խմբակցության ղեկավարի սա միակ վիրավորանքը չէ ընդդիմության հասցեին։ Եք ձեզ դրել էշի տեղ։ Երբ ամբիոնից վիրավորանքներ եք հնչեցնում, դա խոսում է ձեր թուլության մասին, ոչ թե առավելության։ Միևնույն է, խրատ չեն առնում ԿՊԱ-ականները, վիրավորում են ընդդիմախոսներին։ Երեկվանից մի ամբողջ ոռնոց է համացանցում վերնագրերով հակաժողովրդավարական, Վենետիկի հանձնաժողով։ Տգետ են անվանում մրցակից քաղաքական ուժի առաջնորդին։ Դրսից ուղարկած ինչ-որ մի հատ տգետ արհեստական բանականությամբ գեներացված չգիտեմ ինչ։ Նիկոլ Փաշինյանի թիմը մտմտում է քաղաքական գործիչներին գրել տալ։ Օրինակ ես կառաջարկեի ամենահարմար տարբերակը փոխադրություն գրեին։ Չի կարող գրել։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Սովորելու հորդոր են անում ԿՊԱ-ականները, կարդալով մի բանաստեղծություն, որը մարդիկ հիմնականում մանկապարտեզի տարիքից անգիր գիտեն։ Կարթա, այմ ուժեղ մանուկ, կարթա գրիր տարին բոլոր։ Շարունակեք կարդալ, մի հատ հասկացեք, տեսեք էլ ինչ սխալներ կան։ ՏԴԹ, ՑԾՑ, ՃՋ, երաստիճան վաղաձայնների կարգը պահպանված է, խախտված է, որ հանկարծ ընտրություններից 3 օր առաջ չասեք, էլի մի սխալ բան էլ ստեղ կա, եկեք այս ինչ որ կազմակերպ այս դաշինքի կամ կուսակցության գրանցումը չեղարկենք։ Ուշ է Տիկին Վարդանյան, ուշ է մշուշ է, ձեր գնացքը գնացել է։ Սա խորհրդարանական երկրի թիվ 1 ամբիոնն է։ Սա ոչ կավեինի ռազմինկա է, ոչ էլ ոզնի հանդես կամ կրակաձիլ, որտեղ գնահատվել ձեր սրամատությունը։ Փաշինյանի թիմը ի վերջո մի օր կգա հասուն քաղաքական գործիչների քննարկումների դաշտ, հետաքրքրվում են ընդդիմադիրները։ Այ մարդ, այսքան կարճ հիշողությունը չպետք է լինի էլի մարդու։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Անձնանուն չպետք է լինի դաշինքի անվան մեջ, ասում է այն իշխանությունը, որը ընտրություններին մասնակցել է քաղաքական առաջնորդի անունը օգտագործելով, նկատում են ընդդիմադիրները։ Ձեր անցյալ ընտրությունների պլակատները մենակ ձեր Նիկոլ էր գրած։ Մենակ մի անուն էր։ Բա
գնայի կուսակցությունով, քաղաքացիական պայմանագրով գնայեք, ինչի՞ եք ձեր Նիկոլով գնում։ Ի վերջո հնչում է խոստովանությունը, թե ինչու է ԿՊ-ն հիշել, որ 2 տարի առաջ տեխնիկական վրիպակ է թույլ տվել ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում։ Մի կոնկրետ նախադասություն հանելու փոխարեն մի ամբողջ պարբերություն են հանել ու չեն ամրագրել։ Քաղաքական դաշինքը անձնանուն չպետք է ունենա։ Այո, մենք թույլ չենք տալու, որ ոմ անուն ազգանունավորներ գան եւ փորձեն ինչ որ դիվիդենտներ հավաքել ընդամենը իրենց անվան հետ կապված չունենալով քաղաքական որևէ հետագիծ եւ որևէ սկզբունք։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր